Եվրոպացի առաջնորդները եւ Ուկրաինայի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ կոչ անելով դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները ներկայիս շփման գծի երկայնքով։ Հաղորդագրությունը տարածել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, այն ստորագրել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի ղեկավարները։ Կողմերն աջակցություն են հայտնել Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ներկայիս շփման գծի հարցը դառնա բանակցությունների մեկնարկային կետը։ Միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով, ասված է հայտարարության մեջ։ Ըստ քաղաքական գործիչների Մոսկվան ժամանակ է ձգում եւ այդ մարտավարությունն ապացուցում է, որ միայն Կիևն է լուրջ վերաբերվում խաղաղությանը։ Ուկրաինան պետք է հնարավորինս կոշտ դիրքորոշում որդեգրի հրադադարից առաջ, ընթացքում եւ հետո։ Պետք է մեծացնենք Ռուսաստանի տնտեսության եւ պաշտպանական արդյունաբերության վրա ճնշումը։ Միջոցներ ենք մշակում Ռուսաստանի սառեցված ակտիվներից Ուկրաինային աջակցելու համար, ընդգծում են առաջնորդները։ ԱՄՆ նախագահն էլ հայտարարել է, որ իր կարծիքով Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին, սակայն դա քիչ հավանական է։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, շատերը բարձր գին կվճարեն, եթե հակամարտությունը հնարավոր չլինի կարգավորել։ Հատկանշական է, որ ավելի վաղ, նախքան Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցը, Դոնալդ Թրամփը համոզմունք էր հայտնել, որ Ուկրաինան շատ լավ դիրքերում է եւ Եվրամիության աջակցությամբ կարող է պայքարել ու վերադարձնել իր տարածքները։ Սակայն ըստ ամերիկյան ԶԼՄ-ների օրեր առաջ Սպիտակ տանը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը պահանջել է հանձնել Դոնբասը։ Առաջիկայում ակնկալվում են Թրամփ-Պուտին բանակցությունները, որոնք ամենայն հավանականությամբ կանցնեն Բուդապեշտում։ Չնայած Եվրոպայի տարածքում նման հանդիպման հեռանկարի շուրջ եվրոպական մի շարք երկրներում առկա դժգոհությանը Բուլղարիան հայտարարել է, որ պատրաստ է օդային միջանցք տրամադրել, որպեսզի Կրեմլի ղեկավարի ինքնաթիռն անվտանգացնի Հունգարիա։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների հստակ ամսաթիվ դեռ չկա։ Նման հանդիպման համար ժամանակ եւ նախապատրաստական լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ, շեշտել է Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ դեռ վաղ է քննարկել Հունգարիայում կայանալիք գագաթնաժողովին ԵՄ առաջնորդների մասնակցության հավանականությունը։ Հայտարարություններով է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարը Սերգեյ Լավրովի խոսքով պատերազմն անհապաղ դադարեցնելու գաղափարը եւ կոչերը նշանակում են մոռանալ հակամարտության հիմնապատճառները։ Դա կհակասեր Ալյասկայում Պուտինի եւ Թրամփի ձեռք բերած պայմանավորվածություններին, կարծիք է հայտնել դիվանագետը։ Լավրովը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ ունեցած հեռախոսազրույցում պայմանավորվել են շարունակել շփումները։ Հատուկ ռազմական գործողությունը հասնում է իր նպատակներին եւ անկասկած հաջողությամբ կպսակվի, հայտարարել է Լավրովը։ Համասն Իսրայելին է հանձնել եւս մեկ պատանդի աճյուն, այն փոխանցվել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին եւ ուղարկվել նույնականացման։ Հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո Համասն Իսրայելին է վերադարձրել 13 գերու աճյուն հայտնի 28-ից։ Ավելի վաղ Պաղեստինյան շարժումը հայտարարել էր, որ բոլոր գերիների մարմինների վերադարձի գործընթացը ձգձգվում է, քանի որ բարդ է կարճ ժամանակահատվածում գտնել բոլոր մնացորդները։ Մարմինների մի մասը գտնվում է Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ավերված թունելների եւ շենքերի փլատակներում։ Նրանց փոխանցումն ուշանում է, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս Գազա փրկարարական սարքավորումներ տեղափոխել, ասված է շարժման հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, եթե Համասը չվերադարձնի գերիների մարմինները եւ խախտի Գազայում հրադադարի համաձայնությունը, ինքը թույլ կտա Իսրայելի վարչապետին վերսկսել ռազմական գործողությունները։ Վերջերս Իսրայելը եւ Համասը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել հրադադարի համաձայնագիրը խախտելու համար, սակայն հոկտեմբերի 19-ին ռեժիմը կրկին սկսել է գործել։ Դիանա Գասպարյան, լուրեր։